Ուժերը պատրաստվում են ընտրությունների, իշխանությունը գրեթե 1 տարուց ավել ժամանակ է այդ գործընթացի մեջ, ընդդիմությունը հունվարից սկսած գոնե հայտարարությունների մակարդակում գուցե փակ քննարկումների մակարդակում, ինչ-որ աշխատանքներ տանում է։ Դուք ինչ եք տեսնում այս մասով, ընդդիմության հնարավորությունների մասով, իշխանությունը այսպես շատ ամբարտավան կերպով ասում է, այս անգամ որևէ խնդիր չունենք, 60% ենք հավաքելու, չգիտեմ, 70% երևի ուզում են Գուրբանգուլի Բերդի Մուխամեդովի այդ բաները անցնել, հաղթանակների տոկոսները անցնել։ Ինչ կա անդիմադիր դաշտում, սկսենք այստեղից։ Այն որ իշխանությունը ամբարտավանորեն է մոտենում եւ նրա խոսույթը եւ գործելակերպը հասկանալի է, որովհետեւ հիմնականում ապավինում են վարչական ռեսուրսներին, ֆինանսական ռեսուրսներին, այդ թվում նաեւ իրավապահ լծակներին, դատական լծակներին, ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմությունը կարծում եմ պետք է արդեն իսկ թևակողել է այդ ակտիվ բանակցային փուլը, որովհետեւ բնականաբար շատերն են հասկանում, որ միայնակ գնալով ընտրություններին բավականաչափ հեշտացնելու են իշխանության գործը վերարտադրվելու հետ կապված, հետևաբար անհրաժեշտ է 2-3 խոշոր բևեռներ, խոշոր դաշինքներ, որոնց միջոցով հնարավոր կլինի այս իշխանությանը հեռացնել, թե ընտրությունների ժամանակ եւ թե Աստված մի արասցե, եթե հանկարծ իշխանությունները կարողանան պյուրոսյան հաղթանակ տոնել, այսինքն վերարտադրվեն ոչ թե ժողովրդի քվեով, այլ իրենց վարչական ռեսուրսներով, ապա հնարավոր կլինի 2-3 խոշոր միավորման դեպքում ազգային ժողովում նույնպես հասնել իշխանության հեռացմանը։ Կարծում եմ այս գործընթացը պետք է ընդդիմությունը բավականաչափ լրջորեն մոտենա, որովհետև այլևս մոտենալու ենք մի հանգրվանային կետի, եթե Աստված մի արասցե ընտրություններին իշխանությանը հաջողվի վերարտադրվել, ընդ որում ամրացնել իրենց դիրքերը, ապա կարծում եմ այլևս քաղաքականության մասին խոսելը ավելորդ